Աստծո խոսքն է փոփոխողը։ Աստծո խոսքից է գալի փոփոխությունը, սիրելիներ։ Տեսեք, այս աշխարհում տարբեր տեսակի զորություններ կան, հնարավորություններ կան, որոնք ինչ որ մի ձևաչափի մեջ մեզ կարող են փոխել։ Օրինակ, ֆինանսը, այս ձևի արտահայտություն կա։ Փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը։ Դա պատահական չի գրված, մարդու փողերը որ շատանում է, հագուստն էլ է փոխվում, քշած ավտոներն են փոխվում, տան ռեմոնտը, իր անգամ քայլելու մեջ փոփոխություն անում։ Ասենք, եւ որ ինքը փող չուներ, sense մի քիչ քուչեք ա ձեր գարման գալի։ Եվ որ փողը գնալով շատացավ, ավելի հայացքը հեռու չէ, սա ռեալ է, փողը փոփոխություն է բերում։ Ֆինանսը փոփոխություն է բերում, ապրելակերպը մարդու մեջ հարաբերում ամեն ինչում, բայց դա ժամանակավոր փոփոխություն է, դա կարևոր է, բայց ժամանակավոր է, տեսեք, ես ճամբարներում ամենաուժեղը զգացողությունը, որ ունեցա եւ եկա ստեղ այդ նույն զգացողությունը 2 օր անընդհատ իմ մեջ պտտվում էր, սենց ցիրկուլյացիա էր անում, դա Աստծո յուրահատուկ ներկայության մեջից ծնված համարձակությունն է։ Ես տեսա, որ ես համարձակ եմ դարձել ոչ թե փողից, ոչ թե եկեղեցու շատությունից, ոչ թե շենքից, այլ Աստծո ներկայությունից։ Աստծո ներկայությունը հավիտենական փոփոխություն է բերում։ Ֆինանսը, լավ բարեկամները, լավ պաշտոնները, իրանք կարևոր են, լավ են, թող բոլորս էլ ամեն բանից հարուրապատիկ ունենան, բայց Աստծո ներկայությանը ոչ մի բան չի կարող գերազանցել։ Մենք տեսնում ենք Աստվածաշնչում մարդիկ, որոնք սովորական ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ են եւ հատուկ համբավ ու փառք չունեին, բայց Աստծո խոսքի միջոցով յուրահատուկ փոփոխություն բերեցին ազգային եւ կողքի ազգերի առումներով։ Դրանցից մեկը Եղիան է։ Եղիային մենք ենք հիմա ճանաչում։ Իսրայելում Եղիան խայտարակ ազգի դավաճանի անուն հանած մեկն էր։ Հակավորները հետապնդում էին, որ սպանեին Եղիային, որովհետև ասել էր 3 տարուկես բանա, երաշտ աղինելու, և երաշտ եղավ, և մարդիկ տարապում էին, ազգը տարապում էր, որբևայնիները շատացել են, աղքատները շատացան, անգամ թագավորի պալատում ձիերին ոչնչացրին, սպանեցին, որ ջրի պակաս կար, չգիտեին ինչ անեն, և բոլորը ատում էին Եղիային, բայց Եղիան Աստծո մարդ է, և Եղիան ոչ միայն հրեաների ազգի մեջ բերեց փոփոխություն, կռապաշտությունը շուռ տվեց, կռապաշտներին ոչնչացրեց, այլ նաև կողքի ազգերի մեջ։ Եվ հետո տեսնում ենք իր աշակերտը Եղիսեն, հատուկ մի հանրաճանաչ մարդ չէ, բայց Աստծո այնքան բարձրացան այս մարդիկ, որ դառան ազգի առումով ազդեցիկ մարդիկ սիրելիներ։ Եվ մենք լավ է, որ մենք մեզ խոնարհ նայենք, այդ շատ լավ է, անկախ նրանից միլիարդատեր կլինենք, թե սովորական 10 լարյանոց մարդիկ կլինենք, անկախ դրանից Աստծո ներկայության մեջ մենք մեզ խոնարհ նայենք եւ Աստծո ներկայության միջոցով դառնանք ազդեցիկ առաջին հերթին։ Տեսեք, եւ որ Աստծո ներկայությունը գալիս, Աստծո խոսքը գալիս է, դրա հետ գալիս է փոփոխություններ, սիրելիներ։ Սա ռեալ է։ Աստծո խոսքի բերած փոփոխությունը ոչ մի արժեք չի կարող դա անել։ Այն ինչ որ Աստծո խոսքն անում, ոչ ֆինանսը, ոչ պաշտոնը, ոչ որևէ մի ուժ չի կարող բերել այն ազատագրումը եւ այն փոփոխությունը, որ բերում է Աստծո խոսքը, սիրելիներ։ Եվ ես հիմքերի մասին եմ խոսալու, 6 հիմքեր, որոնք որ մենք պիտի ունենանք, որպեսզի խոսքը գա եւ մեզ փոխի։ Ես դրա մասին կխոսամ, բայց սկզբից ուզում եմ Եսայի մարգարեությունից իմ սիրած Այն որ ասմա խելքս գնում այս համարների համար, այդ ձևի տեղա։ Եսայի 55-10, ես անգիր գիտեմ ես ամբողջ 10-11 համարները, 12-13-ը, Եսայի 10-13 խոսքերը անգիր գիտեմ, բայց ստեղ Եսային նկարագրում է Աստծո խոսքի փոփոխող յուրահատուկ ազդեցությունը այն բոլոր կյանքերի մեջ, որտեղ որ այդ խոսքը իջնում է։ Եվ ես ուզում եմ կարդալ, որովհետև ինչպես անձրևն ու ձյունն է երկնքից իջնում եւ այնտեղ չի դառնում, այնքան հետաքրքիր ֆիզիկական ու բնությունից այնքան հետաքրքիր օրինակ է բերում, անձրևը իջավ, չէ՞, հետա գնում անձրևը, հետ չի գնում, ձյունը իջավ, հալվում է, երկուսն էլ ներծծվում են հողի մեջ,
եւ իրանց ազդեցությունն են թողնում, բայց հետ չեն գնում։ Եվ տեսեք ինչի հետ է համեմատում Եսային։ Ինչպես եւ Անդրեվը եւ Ձյունը իջնում են երկնքից եւ այնտեղ չեն դառնում։ Հապա, ինչ են անում։ Երկիրը ոռոգում են, նրան պտղաբեր եւ արգասավոր են անում։ Ճիշտ է, որ եթե չլինի Անդրեվ եւ չլինի Ձյուն, գյուղատնտեսությունը կմեռնի։ Սա փաստ է։ Բոլոր գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ մանավանդ ցանքի եւ հունցքից առաջ անընդհատ երկինք են նայում, կա Անդրեվ, թե չկա Անդրեվ։ Հետեւ Անդրևը գյուղատնտեսության կարելի է ասել գյուղատնտեսությունը զարգացնող արգասաբեր անող եւ ջրի բանա պատկերացնում եք մարդիկ ջրի փող են տալի դեղի փող ինչ ասել բայց Անդրևը գալիս է ինչքան քիչ մարդ կա որ ուշքը դարձնում է դեպի երկինք ասում փառք ես Անդրևի համար փառք ես Արևի համար փառք ես կապույտ երկնքի համար հասկանում եք Ձյունի համար ես փառք չեմ տալու հետո Ձյունը չեմ սիրում բայց մարդկա Ձյունը սիրում է, էդ էլ է կարևոր գյուղատնտեսության համար։ Ուրեմն երկիրը ոռոգում են, պտղաբեր են դարձնում եւ արգասավոր, ավելի առատ պտղաբերության առումով։ Ցանողին սերմեն տալի եւ ուտողին հաց։ Սա անում է երկնքից իջնող Անդրևը եւ Ձյունը։ Եվ հետո Եսային անմիջապես սա Աստծո խոսքն է։ Իմ բերանից ելած խոսքն էլ այնպես պիտի լինի, Աստված ասում։ Մի հատ ասա իմ բերանից։ Հիմա նայեք, մենք մարդ ենք եւ մեր բերանի խոսքը ունի ազդեցություն։ Ես կարամ ձեզ մի քանի վայրկյանում տխրեցնեմ եւ կարամ մի քանի վայրկյանում ուրախացնեմ։ Ամեն մարդ ունի իր խոսքով ազդեցություն։ Մենք ինչու ենք վկայում Աստծո գործերի համար, որ մեր հավատքը շարժվի։ Մարդու խոսքը ունի ազդեցություն։ Դու մարդին գովում ես, մարդը անկախ իրանից իր ներսում խուտուտ է գալու, լավ ազդում։ Դու մարդին վատ խոսքեր ես ասում, այդ մարդին կոտրում ես, չէ՞։ Հիմա նայեք, խոսքը ունի ազդեցություն, եթե մարդու խոսքը ունի ազդեցություն, ապա երկնավոր հոր խոսքը ինչ կարգի ազդեցություն ունի։ Եվ Աստված ասում է, իմ բերանից դուրս եկած խոսքն էլ այդպիսին է։ Ինձ պարա պիտի ետ չդառնա։ Այսինքն, եթե ես արձակել եմ խոսք, այդ խոսքը իջել է Ձյան եւ Անդրեվի նման, այդ խոսքը դատարկ հետ չի դառնալու։ Հապային բոլոր կամքս պիտի կատարե, հաջողությամբ գործադրի այն բանը, որի համար նրան ուղարկեցի, եւ հետո հետևանքն է խոսքի, քանզի ուրախությամբ պիտի ելնեք, խաղաղությամբ պիտի առաջնորդվեք, լեռներն ու բլուրները ձեր առջևից ցնծությամբ պիտի աղաղակեն եւ դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի զարկեն։ Ես սա հոգու մեջ մի քանի անգամ տեսել եմ, լեռները ոնց են փառաբանում Աստծուն։ Լերը կարծես թե քարից ու հողից սարքած մի բան է անշունչ անկենթան, բայց Աստծո ձեռը բոլոր ստեղծագործությանը, որտեղ որ Աստծո մատը կպել է, նա չի կարա անշունչ լինի, քարն էլ շունչ ունի։ Ես Լորեցի եմ Թումանյանի ինքերն քարն էլ շունչ ունի։ Քարը թվում է թե ոչ մի բան է, չէ, անշունչ ուղղակի մի բան է, կարծր, ում որ խփես կմեռնի կամ կվիրավորվի։ Բայց Աստծո ձեռը ինչի որ կպել է, իր մեջ մի յուրահատուկ կյանք է։ Եվ երբ որ մենք Աստծո խոսքով ենք լցված, մենք սազգում ենք լեռների բլուրների ցնծությունը, դաշտերի ծառերը ինչպես են ծափ տալի։ Եվ թուփի տեղ մայրի եւ դժնիկի տեղ մրտենի պիտի բուսնի։ Սա Տիրոջ անվան փառքի համար անջինջու հավիտենական նշան պիտի լինի։ Թփի տեղ ինչպիսին է թուփը, փոքրիկ թուփը, որից ինչ որ մի բաներ են քաղում կամ ինքը փուշ շալվակի։ Եվ մայրի ծառը, ես տեսել եմ Լիբանանի մայրի ծառը Ստեփանավանի դենդրոպարկ այգում։ Հրաշք ծառը, մեծ, սլացիկ, շատ առատ ճյուղերով։ Իմ Google ֆոտոյի մեջ այդ նկարները պահում եմ։ Թփի տեղ մայրի է բուսնում, այսինքն եւ որ Աստծո խոսքը գալիս է, մեր կյանքը որպես թուփ դառնում է մայրի ծառ։ Եվ դժնիկի տեղ մրտենի պիտի։ Դժնիկը, գիտեք, այնքան այլանդակ ծամածրված թփածառը, որ այդ տեսակ այդ թփին նայում ես լացդ գալիս է։ Ծամածրված, շատ ծամածրված ու փշոտ ծառը եւ Սուրբ Գիրքն ասում է մրտենի պիտի բուսնի։ Մրտենին յուղ տվող ծառ է։ Ձիթենին չէ, ելի ինքը այդ յուղը օգտագործում էին տնտեսության մեջ, շինարարության մեջ, տներ էին սարքում դրանով, որտեղ ինքը յուղոտ ծառը ինքը շատ երկար է դիմանա, չի փչանում, որդը իր մեջ չի կարող մտնի։ Եվ պատկերացրու դու դժնիկ ես
դու արհամարված ես, դու ծրմռված ես մարդկանց եւ քո տեսանկյունից, թե մեր թերարժեքությունը մեր դժնիկությունն է, մեր ամաչելը մեր դժնիկությունն է։ Տեսեք, ամոթը, սիրելիներ, ամոթը շատ մարդիկ մտածում են, ամոթի մի տեսակ կա կարծես նորմալ է, բայց ընդհանրապես եթե ես ու դու Աստծո երկյուղը ճանաչում ենք, մենք ամոթի կարիք այլևս չունենք։ Ամոթը մեղքի հետևանք է, որ եկալ մարդկանց հակա, հասկանում եք, թերարժեքությունը, որ դու քո մասին ցածր ես մտածում, սա դժնիկ է, սա փշի թփի ծառ է, եւ Աստծո խոսքը, որ գալիս է իմ ու քո մեջ, այդ խոսքը կարա ինձ ու քեզ փոխի։ Եվ այդպես Աստված, ես մի եկեղեցում, եւ որ տարիներ առաջ էր ինձ առաջարկեցին ծառայելու, երազում էլ Աստված ցույց տվեց, որ ինձ ծանր հոգևոր մթնոլորտ այնտեղ տիրում, սկզբից ես ապստամբեցի, ասի ես չեմ ծառայի, հետո հասկացա, որ մեղք եմ գործում Աստծո դեմ, ներողություն խնդրեցի, եւ այդ եկեղեցում իրավիճակն այնքան վատ էր, մի մարդ չկար, որ նորմալ լիներ իր հոգեվիճակը, ընտանիքներում կռիվ աղալմաղալ, սաղ էլ փող էին աշխատում, բայց անընդհատ փողի կռիվ, մարդու կնիկ, ծնող ու երեխա, մի նորմալ վիճակ չկար, ու ինձ դրին այդտեղ պատասխանատու, 30-ից ավել մարդ կար այդ եկեղեցում, 90-ականներին էր այս դեպքը, ու ես ասի, երբ որ երազն էլ որ տեսա, այն ինչ վտանգավոր երազ էր, ամեն մի բանի թփի հետևին, քոսոտ, ոտները կոտրած, ոչխարներ էին, սենց արևի տակ վառվում էին, ու սրանք մի տեղ են, որտեղ թվում էր, թե կանաչ է, բայց կանաչ չէր, թրի նման, սրի նման ցցված բաներ են, ու ամեն մի այդ կանաչի հետևին մի հատ իժոց էր, իժոց, սենց ոսկեգույն շարիկներով գլխին, ու ագրեսիվ տրամադրված, որ ինձ կծեն, ամեն մի քայլս վտանգավոր էր։ Ես ասի, Տեր Աստված, ես անփորձ երեխա, ես ստեղ ինչ պետք է անեմ, ես նոր եմ մտել ծառայության մեջ, բայց այս խոսքը եկավ իմ մեջ։ Աստված ասա, իրավիճակներին մի նայի, մարդկանց իրավիճակներից ելնելով քարոզ մի տա, երկնքի իրավիճակներից ելնելով քարոզ դու։ Իմ խոսքը իջնում է եւ դժնիկը փոխում է մայրի ծառա դարձնում։ Իմ խոսքը իջնում է եւ թուփը փոխում է եւ դարձնում է մրտենի ծառ։ Որ ասեմ 2 տարի ավել այդ եկեղեցում ծառայեցի, մի գոնե 3 հոգի, գոնե Աստծո խոսքի մարդիկ են, որոնք ջրով հոգով մկրտված են եւ ամիսներով Աստծո խոսք չեն կարդում։ Եվ սա է գլխավոր պատճառը։ Բայց 2 տարվա ընթացքում գոնե մի 3-4 հոգու հաջողվեց հասցրի, որ սկսեցինք սերտողություն անել մեր դոմիկում, սկսեցինք աղոթել եւ որոշակի փոփոխություն եկավ։ Եվ էլի շարունակում էր այդ ամեն ինչին վրա ազդել, բայց այս խոսքը ես որ հիշում եմ, Աստված ասում է, դու ես ինչ եմ ասում, ես ինչ խոսք եմ դնում քո սրտի մեջ, դու այդ խոսքը հռչակի եւ էլ ուրիշ ոչ մի էմոցիա թույլ մի տա այդտեղ։ Դժվար էր այս դասը սովորելը սիրելիներ, բայց Աստծո խոսքը իմ կյանքում էլ լուրջ փոփոխություններ բերեց։ Ես հիշում եմ, մինչև հիմա է իրավիճակներ կա, որ ես չգիտեմ ինչ անեմ, ուր եմ գնում ես մի տեղ կամենան, որտեղ ես գնում եմ աղոթքի։ Ոչ հովվի մոտ եմ գնում, ոչ հովիվների մոտ եմ, չնայած կա իրավիճակ, որ աղոթում եմ, խորհուրդ եմ հարցնում եղբայրներից, քույրերից, համապատասխան մասնագետներից, բայց հիմնականում, երբ որ կա իրավիճակներ, որ ես չգիտեմ ինչ անեմ, ես գնում եմ աղոթքի եւ ասում եմ, Տեր, դու ինչ ես ասում ես իրավիճակի հետ կապված։ Եվ աղոթում եմ այնքան, թե ժամով եւ թե օրով եւ եղել է շաբաթով ես աղոթել եմ եւ ամիսներով ես աղոթել եմ, միջև որ Աստծո խոսքը եկել է, կենթանի Աստծո խոսքը սիրելիներ եւ Աստծո խոսքը փոխող է։ Եվ ինչ ենք անելու ես ու դու, ես ասում եմ այդ 7 կետերը, ինչ ենք անելու ես ու դու, որ հավատացեք ամեն օր Աստծո սկզբունքը սա է, մանանայի սկզբունքն է։ Իսրայելը ամեն առավոտ վեր էր կենում, բացի 7-րդ օրը, մանանային հավաքում եւ ուտում էին, դա Աստծո խոսքն էր։ Ամեն օր, երբ որ մենք ավետարան ենք կարդում, սա մանանայի սկզբունքն է, Աստված խոսում է մեզ հետ, դրա համար եմ ես շատ շեշտում այս բանը, ավետարան կարդացեք, Աստծո խոսք ուսումնասիրեք։ Առաջին հիմքը, որպեսզի Աստծո խոսքը գա եւ Աստծո խոսքը փոխի ինձ ու քեզ, մենք պիտի շատ փափագենք Աստծո խոսքը, փափագենք, ծարավ լինենք, գժի նման սիրահարված լինենք ավետարանի խոսքին։ Եվ եթե դու հայտնաբերում ես, որ չկաս այդ մակարդակի մեջ, դու կարող ես աղոթել, Տեր, ինձ քո խոսքի հանդեպ մեծ ծարավ տուր։ Թող ես քունս չտանի այն կարգի, որ վեր կենամ քո խոսքը կարդամ։ Փափագ խնդրիր Աստծուց իր խոսքի համար, եւ Աստծո շնորհքը կգա քո վրա։
Երեմիա 15:16 խոսքը, Երեմիան մարգարեն, որ Աստծո հետ շատ մտերիմ մեկն էր, եւ մեծ տառապանքներ կրեց, ես իր անունը դրել եմ լացկան մարգարե, Երեմիան անընդհատ լացի մեջ է։ Իրոք, շատ էս մարդին հալածեցին, իրան էլ ազգի դավաճան հանեցին այն ժամանակվա թագավորները հրյա, որոնց մոտ ինքը ծառայում էր։ Եվ տեսեք, Երեմիան ասում է, քո խոսքերը գտնելու պես ես նրանց կերա։ Երբ ենք գտնում ենք Աստծո խոսքը եւ որ փափագում ենք Աստծո խոսքը գալիս է մեր սրտի մեջ ու դու կարծես նոր ես կարդում դու այդ տեղով տասնյակ անգամներ անցել ես բայց այդ պահին մի յուրահատուկ լույս է ճառագում այդ խոսքից կարծես թե մի բան խոսում է քեզ հետ սա է հայտնության խոսքը եւ որ դու կարդալով գնում ես մեկ էլ զգում ես որ այդ խոսքը այդ տեղը քո հետ խոսեց Էլի հետ էլ ոչ կարող ես շատ հետ գնաս, ոչ էլ կարող ես առաջ գնաս, կենտրոնանում ես այդ խոսքի վրա, սա նշան է, որ Աստված խոսեց քո հետ, այդ համարով խոսեց քո հետ սիրելիներ, եւ այդ խոսքի մեջ զորություն կա։ Ես իմ կյանքի բոլոր հոգեվոր մակարդակների, փոփոխությունների, թե ֆինանսական, թե բարոյահոգեբանական, մտածելակերպի, ֆիզիկական ծառայությունների ամեն առումներով ես փոփոխությունը մենակ այն ժամանակ է եկել, եւ որ Աստծո հայտնության խոսքը եկել է իմ մեջ։ Տեսեք, անգամ եկեղեցին առաջնորդելու համար Աստծո խոսքն է եկել իմ մեջ։ Եթե Աստծո խոսքը չկա, ես չեմ կարող առաջնորդել։ Ուրեմն պիտի փափագենք։ Սաղմոս առաջինի մեջ երրորդ խոսքը ասում է, որ փափագի մասին է խոսում։ Սաղմոս առաջինը էլի իմ սիրած սաղմոսներից մեկն է։ Երանելի այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի քայլում։ Դուք գիտեք, երկրորդ խոսքը, հապա նրա հաճությունը Աստծո օրենքի մեջ է, եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Մարդ ինչքան պիտի սիրի Աստծո խոսքը, որ ցերեկ եւ գիշեր մտածի այդ խոսքերի վրա։ Եվ սա հնարավոր է, եթե դու խնդրես Աստված կտա քեզ այդ հոգին, այդ շնորհը կտա քեզ, եւ դու կխորանաս կընկալվես այդ խոսքի մեջ ու կգտնես այնպիսի արժեքներ, որ այս կյանքի ոչ մի արժեքները դրա հետ չես անեմատի։ Ամեն անգամ, երբ որ Աստծո խոսքի հայտնությունը գալիս է այն մեջ, անգամ երբ որ ես քարոզ եմ պատրաստում, ես այնքան փառք եմ տալի Աստծուն այդ ուրախության համար, որովհետև Աստծո խոսքի մեջ ուրախություն կա, ցնծություն կա, զորություն կա, առաջնորդություն կա, մխիթարություն կա, բժշկություն, ազատագրում կա, այնքան բաներ կա, Աստված իր խոսքը գիտեք, քանի ես մի անգամ 25 կետ էի գրել, որ Աստծո խոսքը ինչի հետ է Աստված իր խոսքը համեմատում։ Մի քանիս ասեմ կամ փորձենք իրար հետ, օրինակ, կաթի հետ, հիշում եք, Աստված իր խոսքը համեմատում է, ով կարա հիշի, որ առաքյալն է գրում, որ Աստծո խոսքը բանական եւ անխարտախ կաթի նման օգտագործեք որպես նորածին մանուկներ։ Պետրոս։ Ստե առաջի շարքում ասին արդեն Պետրոս առաքյալ, առաջի Պետրոս երկրորդ գլուխ։ Աստծո խոսքը բանական եւ անխարտախ կաթի նմանեցնում Պետրոսը եւ ասում է նրանով մեծացեք մանուկների պես։ Մանուկները երեխաները ոնց են իրանց մամայի կաթով։ Հիմա ասենք շատ քիչ մամաներ են որ կաթ են տալի երեխաներին, սա խանութի կաթ է, բայց ամեն դեպքում կաթ է։ Եվ այդ կաթով երեխաները մեծանում են։ Այդ կաթը անհրաժեշտ է այդ երեխաների զարգացման համար սիրելիներ։ Եվ տեսեք Աստված իր խոսքը նմանեցնում է կաթի։ Էլով ինչ կհիշի Աստված իր խոսքը ինչի է նմանեցնում։ Սրի։ Գրիշան ասում է սրի, որտեղ է գրված, ով կհիշի։ Աստծո խոսքը երկսայրի սրի նման է, որ թափանցում է մինչև հոգին շունչը, ոսկորները։ Այո, 4 գլուխ 12 խոսք։ Մալադեցի գորգուրի։ Եբրայեցիների 4:12 Աստծո խոսքը երկսայրի սուր է, որ թափանցում է մինչև հոգին շունչը, մինչև ոսկրածուծը, Աստծո խոսքը կարա թափանցի սիրելներ։ Պատկերացնում եք երկսայրի սուր, երկու կողմից էլ կտրում է, բաժանում է բերում, շնչավորի եւ ոգեվորի, մեր եսը, մեր հոգուց բաժանում է, այդ ձևի բժշկական գործիք չկա չի լինի, մարդիկ չեն կարող հասնել այդ խորությանը, որ մարդու էմոցիաները, կամքը, միտքը անջատեն հոգուց, Աստծո խոսքը գալիս է եւ զատում է, ստեղ ենք, որ մենք դառնում ենք իսկական հոգեվորներ, ոչ թե շնչավորներ, եւ որ Աստծո խոսքը թույլ եք տալի գալիս է եւ զատում է։ Եփեսացիների 5-րդ գլխի մեջ, 6-րդ գլխի մեջ է դա գրիշը կարդաց 6:17-ը,
հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը հոգու սուր է։ Աստծո խոսքը, Աստված իր խոսքը նմանեցնում է մուրճի։ Երեմիա մարգարեության մեջ է։ Միթե իմ խոսքս մուրճի նման չի։ Մուրճի նման չի, ես ժամանակ չեմ ունեցել այդ տեղերը գրանցեմ, բայց ինչքան հիշում եմ 9-րդ գլխի մեջ է Երեմիայի, իմ խոսքերը մուրճի մեջ չի, 93 կամ 94 թվերներ, այս խոսքը կպավ ինձ, որ այ քեզ բան, Աստծո խոսքը մուրճ է, մուրճով ինչ ենք անում, խփում ենք, ջարդում ենք, չէ, մուրճը ինքը հարվածային գործիք է, որը որ դու սովորական ձեռով չես կարող, դու մեղը ձեռով չես կարող խփես, բայց մուրճով խփում ես, մուրճով հարմար է, եւ մուրճը ազդեցիկ է, չէ։ Մի հովիվներից մեկը մի մեծ տատիկ կար առաջի շարք բերին աղոթելու ու ես զգում եմ այս տատիկի միտքը բիտոն է դարձել։ Մի տատիկ ունենք մեր խմբի մեջ, հայր մերը 2 ամիս էր ես ու Տանյան սովորեցնում ենք, տենց է չկարած այդ կինը սովորել։ Մենակ ասում էր հայր մեր ու լրվում է։ Всё, այն մնացածը չէր կարող ասել։ Ու իրան այնքան տառապանք էր տեսել, որ միտքը բիտոն էր դառել, խոսքը չէր կարող մտնի իր մեջ, հասկանում եք։ Եվ այդ ձևի մի կին էր առաջի շարքում նստած, ես զգացի այդ ժամանակ իմ մոտ արդեն հոգևոր զգացողություններ էին առաջանում, չնայած ես չէի վստահում այդքան, բայց դրանք հետաքրքիր էին։ Այս հովիվը կանչեց ասավ այս տատիկի համար աղոթի, ձեռս դրի այս կնոջ գլխի վրա ու հիշում եմ ես զգացի իր մտքի այդ պնդությունը, անցյալի տարբեր տեսակի հարցեր, որ իր միտքը քարացրել է։ Ու ես հիշեցի Երեմիայի մարգարեությունից այդ խոսքը, մենք բանի կուլտուրայի տանն էինք Գալավերդի քաղաքի, ես սկսեցի խոսել, ձեռքս բարձրացի, ասի Տեր, ես հիմա քո խոսքի մուրճով հարվածում եմ այս ապառաժներին, որպեսզի ջարդվեն եւ ազատագրում գա այս կնոջ մեջ։ Ես էլի եմ պատմել ձեզ, պիտի որ հիշեք։ Ժողով ես այս աղոթքն արի, արտարոց ոչ մի բան չփոխվեց։ Աղոթքի վերջում ներկայիս կյանքի խոսքի հովիվը Բրուիր Հովհաննիսյանը ինքը վերջում աղոթում էր։ Ուրեմն այդ ժամանակ երաժշտությունը բարձր գնում էր, 50-ական ժամանակ էր դուք չգիտեմ ովքեր առիթ են ունեցել այդ եկեղեցում աղոթելու, այնտեղ միանգամից գազ են բերնում ու այդ տոմուս չկա։ Ու միջև վերջի կետը բարձր ձայնով այն ժամանակ, որ մենք աղոթում ենք, ասենք տներում, 4-րդ հարկում աղոթում ենք, դրսի ներքևի առաջի հարկերում լսում ենք մեր աղոթքի ձայնը։ Այն վաղ գոռալը այդ ձև էինք սովորել։ Հիմա հարկ ասենք, այդ ձեր չենք աղոթում, հոգու մեջ ենք հասկանում հոգու ալիքները, բայց այդ ձեր, ու ասենք այդ ձեր գոռալով ես աղոթեցի, աղոթքը սպրծա, էլի գնացի երգում էի այդ ժամանակ, ու մեկ էլ մեզ եղբայրը, այսինքն աղմուկը շատ էր, դահլիճի երկարությունը մոտավորապես մի 40 մետր էր, այսինքն 40 մետր հեռավորության վրա մոտ 100 հոգի մարդ այդ ձեր բարձր աղոթում են, երաժշտությունն էլ գնում, այնքը չէր կարա իմ աղոթքը լսի։ Վերջում մոտեցավ ինձ, ասավ եղբայր, այն ինչ մուրճ էի վերցրել ու հարվածում էի սալիկին, ես ապշեցի, ասի դու որտեղից գիտես, ասմա տեսիք քո, ասմա ես էլ էի ադու, որ ասմա եկար այդ տատիկի մոտ, ես էլ միաբանվեցի հոգու մեջ քո քեզ հետ աղոթելու, այդ ժամանակներում սենց արտարոց դեպքեր շատ էր լինում, շատ, մենք ցավոք սրտի գրագիտություն չունեինք, բայց գերբնականը շատ էր։ Ասմա ես էլ միաբանվեցի, մեկ էլ ասմա տեսիք քո քեզ տեսա, մի հատ մեծ սալքար էր առաջիկ դրած, ու ասմա փուջուր կվալ դեր ձեռդ, ասմա խուճեր խփում այդ սալքարին, խուճեր խփում։ Ես այնքան ոգևորվեցի, ասի, այ քեզ բան, փաստորեն, երբ որ մենք Աստծո խոսքը արտաբերում ենք, հոգու աշխարհում դա աշխատում է։ Փաստորեն, երբ որ մենք խոսում ենք բժշկություն, Քրիստոսի վերքերից բժշկություն, հոգու աշխարհում դարձակում է սիրելիներ, եւ որ մենք հրաման ենք տալի դևերին, հոգու աշխարհում դարձակում է։ Ես շատ եմ պատմել, Աստված ինձ սովորեցրեց պատերազմել, Աստված ինձ բացեց իր իշխանությունը, եւ ես այնքան անվախ դառա, որ մենակ կանգնում եմ եւ ասում եմ սատանա, ես չեմ վախենում քեզանից, դու ես վախենում ինձանից, եւ ես իմ իշխանությունը կիրառում եմ, եւ ես տեսա, որ դևերը ինչքան են վախենում աղոթող մարդկանցից։ Հենց դևերի մտքի մեջ էի ես դա կարդում, այնքան են սարսափում, ես քանի օրս հիշեցի, մի ամեն երեկո Տանյայի հետ ծնկի են գալի աղոթելու եւ ամեն երեկո պատերազմական աղոթք էր մեզանից դուրս գալիս։ Մենք մոտ 40-45 րոպե աղոթում ենք եւ ամենավերջում Աստծո զորությունը գալիս էր եւ մեր աղոթքը սա է, մենք աղոթելու ենք այնքան միջև Տիրոջ ներկայությունը գա եւ Տիրոջ ներկայությունը չէ նշանում, փառք իջնում էր եւ այդ փառքի մեջ խոսքներ իջնում։ Եվ մի օր Աստված ինձ ցույց տվեց մի խումբ դևեր, այդ թաղամասի դևեր եկել էին մեր շենքի շուրջ բոլորը
ու վախեցած, սարսափած ես նրանց հայացքին որ նայեցի, լացս եկավ նրանց վրա, որ այդ ինչ մեղք արարածներ են։ Իրականում մեղք չեն, իմ մեղքը չի գալի իրանց վրա, Աստված իշխանություն ա տվել կողքրտելու, մենք պիտի ոչնչացնենք սատանայի եւ նրա բոլոր զորությունները։ Մեզ տրվել է Աստված այս իշխանությունը, բայց մեղքալու վիճակում պատերի տակից միջանցքից են ու այնքան արագ էին մտածում, մի վայրկյանում 10 անգամ նույն բառը ասում էին, գիտեք ինչ էին ասում, մոտավորապես մի 20-25 դեպ այդտեղ միջանցքում էին եւ մի այդքան էլ ներքևը գարաժների գլխին։ Բոլորը ուշադիր լարված, վախեցած նայում էին իմ ու Տանյայի աղոթքին եւ միայն այս միտքն էին ասում. տեսնես սրանք երկար են աղոթելու։ Մի վայրկյանի մեջ 10 անգամ այս նույն խոսքը ասում, տեսնես սրանք երկար են, ես չեմ կարող այդքան արագ ասել։ Այդքան իրանց միտքը լարված է, ու եւ որ Աստված ինձ ցույց տվեց, որ ես տեսա սրանք սենց վախեցած մեր աղոթքի վրա են ազդում, որ մենք կարճ աղոթենք, ես անմիջապես սկսեցի գոռգոռալ Հիսուսի անունով, ես հանդիմանում եմ ձեզ ու քշում եմ այս տարածքից ու ցնդվեցին, առանցել եմ, որ վախեցած էին, բավշելացեց, կերան ու գնացին, փառք Տիրոջը։ Այ Աստծո խոսքը մեզ այս իշխանությունն է տալիս իրելներ, եւ որ դու հռչակում ես հոգու սուրը, հասկանում ես կամի զգացողություն, ոչ թե դու բառեր ես ասում, եւ որ դու գիտես ինչ ես ասում, դա ազդում է։ Եվ որ դու գիտես, որ Աստծո խոսքը ազդեցիկ է, այդ խոսքով խոսել է քո հետ Աստված եւ դու այդ խոսքը հռչակում ես, դա ազդեցիկ է, դա քո ոսկորների, մարմնի, մթնոլորտի, ամեն ինչի վրա էլ ազդում է սիրելիներ։ Ուրեմն որպեսզի Աստծո խոսքը գա իմ քո կյանքի մեջ, առաջի բանը փափագ է պետք այդ խոսքի հանդեպ։ Երկրորդ կարևոր բանը առանց սրա չի լինի հնազանդության դիրք։ Երկնավոր հորը հաճելի են նրանք, որոնք որ հնազանդվում են իրեն։ Ամեն բանի մեջ, ասա ամեն բանի մեջ։ Ամեն օր ամեն բանի մեջ ես պիտի հնազանդվեմ երկնավոր հորը։ Ինձ ձեռնտու չի, ինձ հարմար չի, ես պիտի հնազանդվեմ նրան։ Ես պիտի նրա կամքը կատարեմ։ Հնազանդության դիրքը արձակում է Աստծո խոսքը։ Երրորդ բանը շատ հետաքրքիր բան է, կատարյալ անկարողություն։ Մի դիրք, որտեղ ես հրաժարվում եմ սեփական մտքերից եւ ուժից, ինքս ինձ չեմ ապավինում։ Առակած 3-րդ գլխում գրված է, քո իմաստությունը եւ ինքդ քեզ մի ապավինի ворչակս, այլ ամբողջ սրտով ապավինի Տիրոջը։ Կատարյալ անկարողություն։ Եթե դու ունես կատարյալ անկարողության զգացողություն, դու ճիշտ տեղում ես։ Բայց եթե դու ասում ես հիմա ես կգնամ այս պարտին, ես կանեմ այս գործը, սենց կանեմ, այն գործը նենց կանեմ, դու դեռ ճիշտ տեղում չես, դու քեզ ես ապավինում, քո խելքին ու իմաստությանը։ Բայց եթե դու գիտես, որ դու էլի վիճակի չես, դու անկարող ես, դու չես կարող փոխել ոչ մի բան, եւ ասում ես Տեր Աստված, ես խնդրում եմ իմ առջևից գնա եւ դու փոխի։ Դու ինձ կարողություն տուր, որ ես կարողանամ, Հայր Աստված, եւ որ դու այս անկարողության մեջ ապավինում ես Տիրոջը, Տիրոջ զորությունը գնում է քո առջևից, Աստված զորացնում է քեզ եւ տալիս է քեզ կարողություն, բայց մենք պետք է զգուշ լինենք, որ եւ որ Աստված մեզ աղոթքի շնորհք հատալի եւ որ Աստված մեզ խոսքը իմանալու շնորհք հատալի, պետք է զգուշ լինենք, որ մեր անձերը խոնարհ բանենք Աստծո առաջ։ Եթե մենք մարդ ենք, շատ արագ ոգևորվել ու գոռոզանալ գիտենք։ Շատ արագ ոգևորվում ենք ու մեկ էլ սկսում ենք այդ մնացած հավատացյալներին վերևից նայել։ Արա այս ինչ մի տկար վիճակի մեջ ես չես ամաչում, դու էլ եկեղեցի ես գնում, եկեղեցու անդամ ես, Սուրբ Հոգին ես, արավա Սուրբ Հոգին ես այս վիճակում սենց խեղ ու արդեն մուննաթով եք խոսում, պիտի զգուշ լինենք, անմիջապես Տիրոջ հոգու ներկայությունը կգնա այսպիսի դիրք ունեցող հավատացյալից։ Աստված մի երկու անգամ ինձ խրատել է, եւ որ մի անգամ ես սկսեցի աղոթքի կյանք ապրել ու մի երեկո ասի, ես ինչ լավ աղոթող մարդ եմ ես։ Հաջորդ օրը բերանս լեզուներով անգամ չէի կարող աղոթել։ Այն ձևի անտանելի վատ մտքեր էին գալի։ Ասի Տեր Աստված, ես ինչ լավ, ես աշխարհի հզորնեի դառա ամենաբոժը։ Լուրջ։ Ու երեկոյան ստիպված մտա ծոմի մեջ, որ մտա ծոմի մեջ, որ հաջորդ օրը ծոմով միգուցե փորձեմ աղոթեմ, գիրքը բացում էի այնքան այլանդակ հայոյանքի մտքեր են գալի, չէի կարող գիրքը կարդամ։ Ու բոլորը Սուրբ Հոգու անձի հանդեպ։ Այդ կարգի վրա Տերը թույլ տվեց այդ հպարտության պատճառով, որ թե իրականում ով եմ ես առանց Աստծո։ Երեկոյան կողմ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ։ Դու խնդրեցիր ինձանից, որ ես քեզ դարձնեմ աղոթող, ես քեզ տվի շնորհք եւ դու դարձար աղոթող եւ դու փոխանակ պարծենաս ինձանով, պարծենում ես քեզանով։ Անմիջապես բերանից վրա ընկա, ասի Տեր շնորհակալ եմ քո խրատի համար, դու միշտ այսպես ինձ խրատի, ես եղելով քո առաջ մոռանեմ։
Ես չեմ աղոթող մարդ, Տիրոջ շնորհքն է իմ մեջ աղոթող։ Ես չեմ փառաբանող, Տիրոջ շնորհքն է իմ մեջ փառաբանող։ Ես չեմ լավ քարոզիչ, Տիրոջ շնորհքն է իմ մեջ լավ քարոզիչ։ Ես չեմ բժշկող, Տիրոջ շնորհքն է իմ մեջ բժշկող։ Հասկանում եք, սիրելիներ, ես չեմ ծոմպահող, ինչքան բան գիտեք, ես չեմ կարա արդյունավետ աշխատեմ, եթե Տիրոջ հոգին ու շնորհքը ինձ այդ արդյունավետության մեջ չտանեն։ Եվ սա է կատարյալ անկարողություն։ 3 կետ մնաց ու ես ավարտում եմ։ Հաջորդ բանը կատարյալ, ես ինչ որ ասում եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, ու սա 100%-անոց է, սա չի կարա լինի 99%-անոց, կատարյալ անկեղծություն, եւ որ դու ինքդ քո հետ ես անկեղծ եւ Աստծո հետ ես անկեղծ, ես այնքան կարեւոր բան է, երևույթ է, կարեւոր գիծ է հավատացյալի կյանքի մեջ, որ դու ինքդ քո հետ անկեղծ լինես, եւ որ սխալ ես, սխալդ քո վիզը լրացրու։ Մեղք ես գործել, մեղքդ քո վիզը, հերիք է սրան նրան մեղադրես, իրավիճակները մեղադրես, բոլորը մեղավոր են, բայց ոչ դու, հասկանում ես։ Այս կատարյալ անկեղծությունը մեզ օգնում է, որ մենք մեր թերությունները եւ դեֆեկտները շտկենք, սիրելիներ։ Լավ, կինս մեղավոր էր, ամուսինս մեղավոր էր, լավ երեխեն մեղավոր էր, հարևանը, բայց ես մեղք չունեի այդ երևույթի մեջ, հասկանում եք։ Կատարյալ անկեղծությունը մեզ օգնում է, կատարյալ անկեղծությունը բոլոր հարաբերությունների մեջ եւ ինքներս մեզ այդ շատ է օգնում, որ եւ մեր անկարողությունների մեջ է հայտնիր Աստծուն Տիրոջը քո անկարողությունները, ասա Տեր, ես չեմ հասկանում, ես անկարող եմ, ինձ տուր կարողություն, հայր, ինձ տուր հասկացողություն, թող իմ ուղեղը միանա, իմ հոգին միանա, թող ես կարողանամ հաղորդակցվեմ, թող հաղորդակցության երկնքի իրականությունը բռնի ինձ։ Նախավերջի կետը, կատարյալ կենտրոնացում։ Տեսեք, ես շատ եմ սրա մասին ասում, ճամբարում եթե չեմ սխալվում, ոսկե սերունդին էլ ասի։ Հարցնում ենք մարդկանց, աղոթքիդ կյանքը ոնց է։ Սա որ Աստծո հետ է, մաման եմ լվանում, միտքս Աստծո հետ է, տները անում եմ, միտքս Աստծո հետ է, ճամփայր գնում։ Սա աղոթք չի, սիրելիներ, Աստված ասավ, թե որն աղոթք է, Աստված չասավ ավիլը ձեռիդ աղոթի, աման լվալիս աղոթի, այդ աղոթք չի, այդ դուք ձեզ խաբում եք, այո կարա միտքդ Աստծո հետ լինի, բայց որն աղոթքը, Հիսուսը պարզ ասում է Մատթեոս 6-րդ գլխում, եւ որ ուզում ես աղոթք անես քո օրը, ուր մտի, մի հատ ծածուկ ներսի սենյակ կա, մտիր այդտեղ, հետո ինչ արավ, դուռը փակի, մեր դուռը Էսա ու մեկ էլ էսա, հագիկ, ստեղով ավոր մեր էմոցյաները արտաքին աշխարհի չարվում է, դռները փակում ես, այդ դրսից թակող չկա, վсё, ուղիղ կապը երկնքին եւ աղոթք արա, դե մեծ քանի գործողություն, ներքին սենյակը մտի, դուռը փակի, հետո նոր աղոթի, բայց շատ մարդիկ, ես բանի ավլելիս էլ, աման լվանալիս էլ, դաշեկողները կթելիս ես լեզուներով աղոթում եմ, լավ ես անում որ աղոթում ես, բայց դա աղոթք չի, դա դեսերտ է աղոթքի մեջ, դա համեմունք է աղոթքի մեջ, բայց դա աղոթք չի, աղոթքն է, որ ամբողջ ճաշն է քո առաջ, դու քո ներքին սենյակի մեջ ես, կատարյալ կենտրոնացում, խոսքը, ինչպես ես կարդում խոսքը, Աստծո խոսքը, տեսեք, գործ անելիս մարդ կամիացնում է, լսում է, ես դեմ չեմ, օգտակար է, լավ է, մթնոլորտ է պատրաստում, բայց խոսքը կարդալու համար կատարյալ կենտրոնացում է պետք, որովհետև դու չես կարդում խոսքը, նույնիսկ ուտելու վաղ, ես ջահելներն էլ եմ ասում, մեր երեխաներն եմ ասում, հեռախոսը, դրանք շատ վաղ հեռախոսները վեր եմ ունում, բան եմ անում, կողքի եմ գրում, որովհետև ուտում եք 50%-ը հեռախոսի մեջ է, նորմալ մարսողություն չի առաջանա, դուք ձեր կերած ես բան եք հասկանում ժողովուրդ, համ հեռախոս եք նայում, համ տելևիզորն ա միացրած, կողքից էլ հարևանը ձեն ատալի ու դու հաց ես ուտում, երեք ուղղություններով գտնի, էլ այդ կերացնում ա պետք է, ուտելը ինքս լուրջ ֆիզիկական պրոցես է, կենտրոնացում է պահանում, դու պետք է քո կերածից բան հասկանաս, դու քո հանգստից պետք է բան հասկանաս, դու քո կարդացածից պետք է բան հասկանաս, կարդացիր ու երբ որ կենտրոնացած ես կատարյալ կերպով, դու սենց ասում ես, այս ինչ լավն է, փառք ես Տեր քո խոսքի համար, քո մեջ ուրախություն ու խաղաղություն ա գալու։ Ու վերջի բանը, սրանք այս բոլորը հիմքեր են, որ Աստծո խոսքը գա իմ կյանքի մեջ, որ Աստծո խոսքը փոխի ինձ, Աստծո ժամանակի հասունացում, համապատասխան իրավիճակ, ինչ որ փորձություն, խնդիր, հիվանդություն կամ լարում, եթե նոր կտակարանյան իրավիճակների մեջ չմտնենք, Աստծո խոսքը չի գա մեր կյանք, սիրելիներ, ինչ որ իրավիճակներ են
մեջ ենք մենք մտնում եւ այդտեղ է որ Աստծո խոսքը գալիս է եւ փոխում է պահանջարկը կա եւ Աստծո խոսքը գալիս է եւ դու այդ խոսքի հետևից գնում ես եւ այդ խոսքը բերում է քո իրավիճակների մեջ փոփոխություն հիվանդություն լինի, ֆինանս լինի, ինչ որ իրավիճակ լինի, քեզ պետք է ճեղքել, բարձրանալ, հեռու նայել, քեզ ընկճվածություն ա բերում իրավիճակները, տարբեր տեսակի ճնշումներ, բայց Աստծո խոսքը գալիս է եւ քեզ փոխում է։ Դու գնում ես աղոթքի տեղը, դու կենտրոնանում ես խոսքի վրա եւ տեսեք, ես մի միտք ասեմ, մեծամասամբ ես որ նայում եմ իմ կյանքում ստացած խոսքերի վրա, ես աղոթքի ժամանակ շատ եմ խոսքը ստացել, ու այդ խոսքը, գիտեք ոնց է, խոսքի մեջ զորություն ու կրակ կա, հայտնության խոսքը, որ գալիս է, իր մեջ զորություն ու կրակ կա, շատ ժամանակ ես տեսիլքով եմ դա տեսել, եւս ստացել եմ, եւս զգացել եմ, եւ տեսել եմ, եւ դրա մեջ զորություն կա, դա այնքան զորավոր է, եղել է երգ եմ գրել ես, անմիջապես խոսքը եկել է, ես մի հատ նոր երգ եմ գրել, եղել է կարդալու ժամանակ եմ հասկացել, եղել է ուղղակի ճանապարհին քայլելիս, ինչ որ մի գործի վրա, այնքան անհավանական իրավիճակների մեջ Աստված ինձ խոսացել է, որ այսինքն տեսեք, եթե դու այս բոլոր հիմքերը ապահովում ես, արդեն Աստված ինքը գիտի որ վարքյանին քո հետ կխոսա։ Եղել է հուսահատված, ընկճված կատարյալ վիճակում, ծնկի եմ եկել, այնքան իրավիճակները թեժ ու լարված են ելել իմ դեմ, ծնկի եմ եկել, չեմ կարողացել աղոթել։ Այնքան խեղճությունը ճնշել է դրսից, որ ասում եմ Տեր Աստված, ես ձեր աղոթքում ա պետք է, չեմ կարող աղոթել, ու չեմ աղոթել, ու վեր եմ կացել, ու գնացել եմ քնելուց առաջ եղել սա, բայց առայժմ հիշում եմ, եւ այդ խոսքերը գրված է Եսայի մարգարեության 41 գլխի մեջ։ Գնացի տենց ընկճված, տխուր, հուսահատված, բայց ոչ անհույս, գլուխս հենց կպավ բարձին, երկնքից իջավ Աստծո խոսքի մեջ, մի վախենար, ես քեզ պիտի օգնեմ։ Ու գիտեք ինչ կատարվեց այդ բան, Աստծո խոսքը որ գալիս է, արձագանքը էխոն գիտեք, չէ՞ որ ձորերի անտառների մեջ, հո մի քանի անգամ, հեյ, ձենդ գնում է հասնում աստարոց, չէ՞։ Այս խոսքը որ գալիս է մեր հոգու մեջ այդ ձևի արձագանք ատարի։ Այդ խոսքը որ իջավ իմ մեջ մի վախենա ես քեզ պիտի օգնեմ, այն ձևի արձագանք տվեց, որ ես պարկաստեղս սկսեցի փառաբանել, փառքես Տեր, փաստորեն դու տենում ես, դու լսում ես, դու գիտես, ու այդ խոսքը ինձ այնքան զորացրեց, որ ես այդ բոլոր ճնշող իրավիճակները ճեղքեցի, 2 տարի տևեց մինչև որ ես դա ճեղքեցի սիրել եմ։ Այնքան մեծ էր ճնշումը, այնքան ահավոր էր ճնշումը, որ ինձ թվում էր, որ սենց է գնալու է կյանքս։ Բայց Աստված համաձայն չէ, ես փնտրում եի, ես շարունակում եի, ես այս կետերը ապահովում եի, մի անգամ էլ կարդամ ու կանգնեմ աղոթքի։ Ուզում ես Աստծո խոսքը գա քո կյանքի մեջ, ուզում ես ամեն օր Աստծո խոսքը լսես, ուզում ես որ այդ ձայնը լսես եւ այդ ձայնը բերի փոփոխություն, փափագ ունեցի խոսքի հանդեպ, հնազանդության դիրք եւ որոշում ունեցի, ես պիտի հնազանդվեմ Տիրոջ խոսքին անկախ ամեն բանից։ Կատարյալ անկարողության զգացողություններից մի վախենա, դա պետք է ինձ ու քեզ, որ սովորենք ապավինել Տիրոջը։ 4-րդը կատարյալ անկեղծություն, 5-րդը կատարյալ կենտրոնացում եւ 6-րդը Աստծո ժամանակի հասունացում։ Կա մի բան, եւ որ իմ ու Աստծո երեսները հանդիպում են իրար։ Եվ այդտեղ գալիս է կատարյալ փոփոխություն։ Բարձրյալը խոսք ասում եւ բարձրյալը փոփոխություն աբերում։ Խորհուրդ կտամ ձեզ 18 Սաղմոսը ուսումնասիրեք, չկարդացեք, մի քանի օրը 2-3 անգամ այդ Սաղմոսը երկար Սաղմոս ասեմ ձեզ, նախապես ասեմ ձեզ, ով երկար կարդալ չի սիրում, նա խնդիր կունենա դրա հետ։ Երկար Սաղմոս է, բայց օրը 2-3 անգամ կարդացեք, իր մասերն եմ ասում։ Առաջին մասը Սաղմոս 2 Դավիթը նկարագրում է անելանելի իրավիճակ, մահվան լարերը ինչ շրջապատեցին, գերեզմանի լարերը սարսափեցրին ինձ, ճահճուտի ու խավարի այնքան վատ իրավիճակներ ա նկարագրում, հետո բայց ասում է աղաղակեցի Տիրոջը, եւ նա լսեք, ասում է նրա քթի ծուխ դուրս եկավ,
Նա ուղարկեց Սերոբեին, հրեշտակին, Քերոբեին, հետո այս ձև հետաքրքիր ճեղքում ա գալի, հետո 31, 32, 33 խոսքերում ասում ա, եւ Տերը ինձ իմ բարձր իմ ոտքերը եղջերի ոտքերի նման ա դարձնում եւ ինձ իմ բարձր տեղերի վրա ա կանգնեցնում եւ իմ ձեռքերով պղնձե աղեղը կոտրվում ա։ Այսինքն պղնձե աղեղն անգամ չէր դիմանում Դավիթի ձեռքերի մեջ այնքան Աստծո զորություն կար իր մեջ։ Այդ ոնց մարդը դիմացավ այդքան մեծ հալածանքների ու ճնշումների, ամեն օր Աստծո խոսքը իրան զորացնում է։ 18 Սաղմոս ուսումնասիրեք, 107 Սաղմոսն է խորհուրդ կտամ ուսումնասիրեք, 107 Սաղմոսի 20 խոսք ասում է. եւ Տերը իր խոսքը ուղարկեց եւ բժշկեց նրանց։ 107 Սաղմոսի 20 խոսքն է։ 107 Սաղմոսի մեջ էլ հզոր նկարագրություններ ա տալի։ Մարդիկ ընկան Աստծո երեսից իրանց մեղքերի պատճառով, կապվեցին կապանքներով, հետո տեսան ինչքան դժվար է իրանց տեղը, հետո աղաղակեցին, Աստված լսեց աղաղակը, ուղարկեց ազատագրում։ Այս ամբողջ 107-ը այս սրա շուրջ ա պտտվում, տարբեր իրավիճակներ, բայց այդ խոսքը, որ ասում է, եւ նա ուղարկեց իր խոսքը եւ նրանց բժշկեց, սա ինձ համար ցնցող խոսք է։ Աստված խոսք է ուղարկում իմ ու քո համար։ Աստված շահագրգռված է ամեն օր այդ խոսքը ուղարկի իմ ու քո համար։ Ուղղակի այս 6 կետերը մենք պիտի ապահովենք։ Առաջին կետը փափագն է։ Աստված շատ է, երկինքները շահագրգռված են, որ մեզ ուղարկեն խոսք, որը որ մեր սիրտը, մեր մտածելակերպը, մեր դիրքը կփոխի, որը որ կբարձրացնի եւ մենք կհասկանանք, որ ոչ ուժով, ոչ էլ կարողությունով, այլ Տիրոջ հոգիով է հաղթանակը։ Զաքարիա 4:6 Ամեն կամոք։